Ողջույն։ Այս տարի լրանում է հայոց բարեպաշտ արքայից արքա Տիգրան II Մեծի ծննդյան 2165-ամյակը։ Ներկայացնեմ հետևյալ գրքերը։ Հեղինակը Նիկողայոս Ադոնց Տիգրան Մեծ, գիրք հրատարակել է Բավի հրատարակչություն 2010 թվականին։ Հակոբ Մանանձյան Տիգրան II Էփրոմը, գիրք հրատարակել է Բուկինիս հրատարակչություն 2012 թվականին։ Հեղինակ Արտակ Մովսիսյան Տիգրան Մեծ, թագավորներից մեծագույնը, գիրք հրատարակել է Երևանի պետական համալսարանի հրատարակչություն 2010 թվականին։ Բնականաբար Տիգրան II Մեծին նվիրված կան բազմաթիվ այլ գրքեր, պատմավեպեր, նկարներ, օպերաներ, վավերագրական ֆիլմեր, Հին արքաներ հեռուստասերիալը, Քարե երկիր թիմի կողմից պատրաստված ատեգա ժանրի խաղ մոդիֆիկացիա, որի ստեղծման եսիմ համեստ մասնակցությունն եմ ունեցել։ Աշխարհում գետե բոլոր հայերը, նաև բազմաթիվ օտարազգիներ գիտեն Տիգրան Մեծի մասին։ Իսկ ինչու է դա այդպես։ Հարցի պատասխանը բազմաշերտ է։ Պատմահար Մովսես Խոհենացին իր գրքում մեծարում է Հայկ Նահապետին, Արամ Աշխարհակալին, Տիգրան Մեծին որպես հայոց հմուտ և կորովի առաջնորդների։ Իր գրքում Տիգրան Մեծի կերպարի մեջ միաձուլվել են Տիգրան Երևանցյանի և Տիգրան Մեծի գործերը։ Իսկ Տիգրան միջինը ներկայացված է որպես ավելի թույլ թագավոր, բայց կարևոր է այն, որ դարեր ի վեր հայ ժողովուրդն իմացել է, որ ունեցել է Տիգրան Մեծ անունով թագավոր։ Հունահռոմեական պատմիչներ Ստրաբոնը, Ապիանոսը, Պլուտարխոսը, Դիոն Կասիոսը և այլք մանրամասն ներկայացնում են հին Հռոմի վարած պատերազմները Պոնտոսի թագավոր Մերդատ VI Եվպատորի և վերջինիս փեսա Տիգրան II Մեծի դեմ։ Այդ աշխատությունների շնորհիվ մենք մանրամասն իմանում ենք Տիգրան II Մեծի կողմից կայսրության ստեղծման, Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցման, հայ-հռոմեական պատերազմի ընթացքի մասին։ Տիգրան Մեծի կերպարը հանդիսացել է Հռոմի արևելյան քաղաքականության կարևոր մաս Մերթվարկությունից առաջ առաջին դարում։ Մերդատ VI Եվպատորը մինչև վերջ պատերազմեց հին Հռոմի դեմ, արդյունքում կորցրեց ամեն ինչ։ Տիգրան II Մեծը, տեսնելով, որ չի կարող խախտի հին Հռոմին, դիվանագիտությամբ կարողացավ լեզու գտնել հետը, զիջելով տարածքների մեծ մասը, բայց պահպանելով մեծ հայքի տարածքը և հույս թողելով հետագա սերունդներին, որ առիթի դեպքում կարող են վերականգնել կորցրած կայսրությունը։ Ինչու դա տեղի չունեցավ, դա այլ հարց է։ Հետագա 2000 տարիների ընթացքում հայ ժողովուրդը չունեցավ Տիգրան Մեծի նման ղեկավար։ Ինչու է այդպես, դա ևս մտորելու տեղիք է տալիս։ Տիգրան Մեծը ընդմիշտ կմնա հայոց պատմության մեջ որպես հմուտ դիվանագետի, ռազմարվեստի մեծ հաղթանակներ կերտողի, կայսերական մտածելակերպի խորհրդանիշ։ Փառք Տիգրան Մեծին, հայոց բարեպաշտ արքայից արքային։ Շնորհակալություն ուշադրության համար։